Արմլու լրատվականը տեղեկացավ, որ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմական ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի որդին ևս առաջիկայում պատգամավորական մանդատ կստանա։ Մեր տեղեկություններով Գևորգ Դանիելյանի որդին Արթուր Դանիելյանը ընդգրկված է Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորական ցուցակում։ Նա ցուցակի 20-րդ անցողիկ հորիզոնականում է և առաջիկայում կստանձնի պատգամավորական մանդատը խորհրդարանում աշխատանք սկսելու նպատակով։ Հիշեցնենք, որ երեկ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք վերցնելու են պատգամավորական մանդատները ու խորհրդարանում կշարունակեն իրենց պայքարը։ Մեջբերում եմ, մանդատը տոմս է դեպի կալանավայր, հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ Մանդատը մեզ ինչ է տալիս, ինձ ինչ է տալիս, իմ ընկերներին ինչ է տալիս, բացի պայքարից, բացի պրոբլեմներից, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից, հայտարարել էր Կարապետյանը։